Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավվում է։ Առաջին հայացքից դրական այս լուրի տակ թաքնված է բավականին տխուր մի իրողություն։ 21-ի համեմատ 26-ին Հայաստանի բնակչությունն ավելացել է մոտ 140 հազարով արցախցիների հաշվին։ Դա հաստատում է նաև մարզերի բնակչության թվականակի փոփոխությունը։ Ամենաշատը աճել է Կոտայքի, Արագածոտնի եւ Երևանի բնակչությունը։ Նվազել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի բնակչությունը։ Այստեղ հացերի հացը Սյունիքն է։ Պետությունը բավականին շատ ծրագրեր է իրականացում այս մարզում։ Խոսում ենք ըստ էության Սյունիքի մարզում ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնման մասին, ես հատուկ պետք է ընդգծեմ, որ մեր երկու քոլեջներ ընդգրկված են ծրագրում Սիսիանում եւ Կապանում գործող քոլեջների ամբողջական վերակազմավորում ենք նախատեսում։ Ասեմ, որ Սյունիքի մարզում մեր գործերը բավական լավ են այս ուղղությամբ ներառյալ նաև հյուսիս-հարավի ուրեմն Քաջարանից դեպի Ագարակ հատվածը մենք այնտեղ տեղյակ եք, որ իրանական ընկերությունը շինի աշխատանքներ իրականացնում, պիտի ասեմ, որ բավականին մեծ թափով աշխատանքներ են իրականացվում։ Այսինքն բարելավվում են ճանապարհները, կառուցվում են դպրոցներ, բայց 21-ի համեմատ մարզի բնակչությունն ավելի քան 12%-ով նվազել է։ Այդ դեպքում ո՞րն է մարդկանց հեռանալու պատճառը։ Մասնագետների կարծիքով առաջնային պատճառները հավասարապես տնտեսականն ու անվտանգայինն են։ Մի դպրոց լավ կառուցում ես մի բնակավայրում, բայց 3-4 հարակից բնակավայրերում դպրոցների գործունեությունը դադարեցնում ես, այսպես կոչված միաձուլման եղանակով միացնում ես մյուս դպրոցներին, ապա մնացած այդ մի քանի բնակավայրի բնակչությունը սկսում է նոր խնդիրների առերեսվել։ Դա շատ լավ է, որ նոր ճանապարհ ունեն, բայց տեսնում ենք, որ այն ճանապարհի կառուցումը ոչ թե դառնում է գյուղական բնակավայրը մոտակա քաղաքին կապող ճանապարհ, այլ մարդկանց դուրս գալու ճանապարհ։ Ասֆալտն ու դպրոցը լավ է, բայց սահմանամերձ գյուղերի բնակիչները Արցախի օկուպացիայից հետո զրկվել են եկամտի աղբյուրից։ Այսինքն, եթե երեխան գնում է գեղեցիկ կահավորված դպրոց, դա չի նշանակում, որ հայրը չի որոշելու ընտանիքը տեղափոխել քաղաք։ Գյուղացիական վարկ վերցրու գյուղատնտեսության զարգացման համար, ես այդ վարկը կսուբսիդավորեմ։ Վարկի տոկոսը կսուբսիդավորի, բայց արդյոք այդ գյուղացին կարող է վարկը վերցնելուց հետո վերադարձնել այդ վարկը։ Սյունիքի ժողովրդագրական վիճակի բարելավումը ըստ մասնագետների ունի առաջնային կարևորություն, առավել ևս այն համատեքստում, որ հարևան երկրում անընդմեջ առաջ է մղվում դատարկված հայկական գյուղերը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու օրակարգը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։